Բոլորիդ բարի երեկո, այսօր հունվարի 31-ն է, երեք ես խոստացա, որ այսօր մենք եթեր դուրս կգանք, որպեսզի շատ կարևոր բաների մասին խոսանք եւ ես ուրախ եմ, որ ահագին արձագանք ստացա անոնսի տակ ահագին գրառումներ, ուրախ եմ, որ մենք միասին որպես մեկ ընտանիք քննարկում ենք շատ կարևոր հարցեր, որը կարևոր է բոլորիս համար։ Եվ այսօրվա ընթացքում ես ահագին տեղեկություն էլի շարունակում եի հավաքել եւ Ռուսաստանից եւ ընդհանրապես Հայաստանից, որպեսզի հասկանամ ավելի ճիշտ ինչ է կատարվում։ Տեսեք, տարվա ընթացքում ես ընդհանրապես վերջի տարվա ընթացքում չի եղել ինչ որ դեպք, երբ ես ասել եմ, որ պետք է մենք բոլորս հավաքվենք, քանի որ շատ կարևոր հարց է քննարկում։ Այսօրվա եթերը իսկապես կարևոր է, քանի որ այն լուրերը, որը ես ստանում եմ Ռուսաստանից, այսպես ասած ինձ մտահոգում է եւ ես վերջի օրը, գիշերը եւ այսօրվա առավոտյան, ցերեկը ես սաղ վաղ մտածում եի այդ հարցի մասին, որ մեզ ինչ է սպասում ընտրությունների ժամանակ, խնդիրը շատ լուրջ է, շատ բարդ է եւ առանց մեր հետևորդների օգնությամբ ես ինձ թվում է չենք կարող լուծենք այս հարցը։ Խոսքը մնում է շատ կարևոր իրադարձությունների մասին, որը մեզ սպասում է հունիսի 7-ին, բայց սկզբից կուզենայի շատ կարևոր բաներ պատմեմ, որպեսզի դուք հասկանաք ինչ է կատարվում, ինչ է լինելու եւ ոնց կարանք մենք հաղթահարենք այն հարցերը, որը մեր դեմ առաջանալու է եւ առաջացել է արդեն ճիշտ ասած։ Տեսեք, շատ հաճախ մենք լսում ենք Ռուսաստանի համայնքի մասին ինչ որ լուրեր, տեղեկություններ եւ չենք հասկանում ընդհանրապես ովքեր են այն հայերը, ովքեր ապրում են Ռուսաստանում։ Եվ ես նկատել եմ, որ մեծ մասամբ մարդիկ քննադատում են Ռուսաստանի հայերին, քանի որ գիտեն թե Ռուսաստանում բոլոր հայերը Մարգարիտա Սիմոնյանի նման են կամ չգիտեմ Արա Աբրահամյանի նման, բայց իրականությունը այն է, որ մեծ մասամբ Ռուսաստանի հայերը աշխատասեր մարդիկ են եւ ոչ մի կապ չունեն ոչ այն քաղաքականության հետ, որ տանում է Պուտինը եւ ընդհանրապես հայ, այսպես ասած լրագրողները Մարգարիտա Սիմոնյանի վրա, ոչ Արա Աբրահամյանի հետ կապ չունեն այդ հայերը, հա, մարդիկ աշխատում են բոլորիդ բարի երեկո, առավոտից երեկոյան, որպեսզի կարան գոյատևեն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Եվ ես խնդրում եմ մենք այն ինֆոն, որը ես այսօր տալու եմ, շատ ուշադիր լսենք, որպեսզի հասկանանք եթերի ժամանակ ինչ պրովոկացիա պատրաստել Ռուսաստանը Հայաստանի համար։ Ես սկզբից ասեմ, որպեսզի մարդիկ իմանան ինչի մասին է խոսելու։ Այս դրությամբ կա շատ լուրջ տեղեկություն, հաստատ այդ ինֆոյ է, դա այսպես ասած, գիտեք, երեք ես ստատուսի տակ մարդիկ կարդում եմ, ինչ են գրում են երևի ինչ որ բաներ եք պատմելու, որը չի համապատասխանում իրականության հետ եւ այլն։ Գիտեք, մենք մանկապարտեզում չենք, որպեսզի մենք եթեր դուրս գանք, հա, ու եթերով խոսանք ինչ որ ոչ լուրջ ինֆոյի մասին, որի համար մենք պետք է պատասխան տակ։ Եկեք չմոռանանք դրա մասին, հա։ Ուրեմն 85000 հայ, այս դրությամբ ինֆոն 100%-անոց է, 85000 հայ, ովքեր ունեն հայկական անձնագիր, պետք է հավաքեն Ռուսաստանից եւ բերեն ընտրությունների օրը Հայաստան 85000։ Այդ 85000 ցուցակները, որը ես ստացել եմ, մենք փաստորեն առաջի տեղը բռնում է Կալուժская область, Կալուգայի հայերը, երկրորդ տեղը Կրասնոդարսկի край, երրորդ տեղը Մոսկովская область, շատ ուշադիր լսեք, հա, եւ այդ 85000 հայը, ովքեր պետք է գան հասնեն ստեղ, դա շատ մեծ քանակ է, որը կարող է շատ տանի մեզ դեպի MPC դեպքերի, հա, որը իսկապես կարող է մենք չկարողանանք ձեզ հետ միասին, հա, կոնտրոլի տակ պահենք։ Ես մտածում եմ այսօր ընդհանրապես այդ սցենարի մասին, որը պատրաստել է Ռուսաստանը եւ ես հասկանում եմ, որ շատ մեծ վտանգ կա բոլորիս համար, ինչքան էլ մենք վստահ լինենք, մեծ վտանգ է, քանի որ սա այն պատերազմն է, որը վերջի պատերազմն է Ռուսաստանի համար եւ ինքը չի ուզում Հայաստանը կորցնի, իսկ այն, որ ինքը արդեն կորցնում է կամ էլ կորցրել է դա հաստատ, եւ գիտեմ, որ արդեն 4 օր ցուցակներ է կազմում Կալուգայի, հա, համայնքում եւ ուզում եմ դիմել իմ հետևորդներից բոլոր Կալուգայից սկսած մինչեւ Կրասնոդար, Ռոստով, բոլորին, ովքեր նայելու են այս եթերը YouTube-յան ալիքով, ես աղաչում եմ ձեզ, որ դուք ինձ ինֆո տաք, այսինքն ձեր գյուղում, քաղաքում, որտեղ ցուցակ են կազմում, որպեսզի դուք պետք է գաք Հայաստան հունիսի 7-ին, ինձ համար այդ ինֆոն շատ կարեւոր է եւ մենք եթե իմանանք ավելի շատ ինֆո, մենք կարանք ահագին հարցեր լուծենք։ Ես ունեմ ահագին մարդ, ովքեր ինձ գրառումներ են թողում, ինֆո են տալիս, բայց կարամ ասեմ, որ դրանք հերիք չեն, իսկ չունեմ այդքան մարդ, որ ես սաղ ինֆոն ստանամ, հա։ Եթե դուք ապրում եք Ռուսաստանում եւ ձեզ համար վտանգ է եւ դուք վախենում եք, որ ես կարամ ձեր անունը, ազգանունը տամ, ձեզ տենց թվում է դա անհնարին է, հա, ուրեմն խորհուրդ եմ տալիս ինչ պետք է անեք։ Ուրեմն դուք գրում եք, դուք ստեղծում եք կեղծ էջ, հա, կեղծ էջ
Կեղծ էջից գրում եք ինձ ազգանուն անունը կամ էլ ովքեր են դրանք, ովքեր ձեզ պահանջում են ձեզնից կամ ցուցակ են կազմում, որ դուք պետք է գաք Հայաստան։ Գրում եք, որպեսզի ես ստուգեմ, հա, այդքանը հերիք է։ Եվ դրանից հետո դուք ջնջում եք այդ էջը։ Նորից Ռուսաստանի հայերին եմ ես դիմում, գիտեմ, որ ահագին մեզ ունենք հայրենասեր հայեր, դուք ստեղծում եք կեղծ էջ, կեղծ էջից Ռուսաստանից դուք գրում եք ինձ, ով է ձեզնից պահանջում, որ դուք պետք է հունիսի 7-ին գաք հասնեք ստեղ, դրանից հետո դուք ջնջում եք ձեր էջը։ Այսինքն ես չեմ իմանալու ձեր ազգանունը, անունը, բայց ես ինֆոն ստանալու եմ, ես ստուգելու եմ, եթե դա սուտ դուրս եկա, ուրեմն սուտ է։ Բայց դա շատ կարևոր է, շատ բոլորիս համար, մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար, շատ կարևոր է։ Վստահ եմ, որ դուք տենց էլ կանեք, ձեզ համար 2-3 րոպե է։ Այսօր ես արդեն սկսել եմ ահագին ինֆո ստանալ Կրասնոդարից, Եսենտուկից, հա, բայց կոնկրետ ինձ ինֆո է պետք, ովքեր են ձեզնից պահանջում, որ դուք հունիսի 7-ին գաք հասնեք ստեղ։ Ուրեմն վերադառնում ենք շատ կարևոր ինֆոին, որ Ռուսաստանում մեր հայ համայնքները ցավոք սրտի եւ Սոյուզ Արմեն Ռոսիայի կազմակերպության ներկայացուցիչները մի մասը նստել են բանտ, այսինքն բանտում նստած մարդիկ համայնքի ղեկավարներ են, հա, հանցագործները համայնքի ղեկավարներ են եւ նաեւ Արա Աբրահամյանի մի մասը իր ներկայացուցիչները այն մարդիկ են, ովքեր բանտում նստած դուրս եկած մարդիկ են կամ հանցագործ են կամ կրիմինալ։ Այսքան այս վերջի 20 տարին Ռուսաստանը իր աչքերը փակել է բոլոր հանցագործությունների վրա, որը եղել է հայերի կողմից Ռուսաստանում, մեկ պատճառով, որ այս դրությամբ օգտագործի այդ հայերին Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի ընդհանրապես դեմ։ Եվ կա ինֆո, երևի դուք իմանում եք, որ Խաչատուրյան քույրիկները, 3 քույրը, ում գործը փակել են, նորից այդ գործը բացել են, դա հենց նես չի եղել վերջի 2 օրը, այսինքն Ռուսաստանի քննչական կոմիտեն նորից բացել է այդ գործը, նորից քննում է այդ գործը եւ բոլոր մարդիկ, ովքեր ցուցակներ են կազմում եւ ուղարկելու են ստեղ հայկական անձնագրով քաղաքացիներ Ռուսաստանից ուղարկելու են Հայաստան, բոլորին զգուշացրել են, որ բոլոր այն հայերը, ովքեր ունեն ունեցվածք կոնկրետ բիզնեսմեններ, համայնքապետեր, ովքեր պետք է այդ ցուցակները կազմեն ու ուղարկեն ստեղ մարդիկ, ովքեր չուղարկեն այդ քանակը Հայաստան ընտրությունների մեջ մասնակցելու համար, բոլորը ձերբակալվելու են եւ բոլորի ունեցվածքը Ռուսաստանը կվերցնի։ Սա նորից եմ կրկնում, լուրջ ինֆո է 100%-անուց, это 100% информация, она конфиденциальна, но она 100%, да, и это не шутки. То есть те армяне, которые не вышлют те списки, которые им дали в том количестве на выборы в Армении, они потеряют имущество и будут арестованы, потому что քանի որ մեծ մասանք մեր համայնքապետերը իրանք ահագին քաքեր են կերել եւ Ռուսաստանը դրա մասին իմանում է։ Այն սցենարը, որը Ռուսաստանը օգտագործել է ադրբեջանցիների հետ, ձերբակալու, դուք գիտեք, չէ՞ ինչքան մարդ է բռնել, ծեծել, սպանել, հա, նույն սցենարը ինքը օգտագործելու է բոլոր այն հայերի հետ, ովքեր իրանց ցուցակների մեջ են որպես հանցագործ եւ ահագին աչքերը փակել է Ռուսաստանը եւ այն խախտումների վրա, որը եղել է հարկայինի գծով, սպանությունների վրա եւ հիշեցնեմ մեր բոլոր հետևորդներին, հիշեցնեմ, որ վերջի 26 տարին 2000 թվից մինչեւ 2026 թիվը մեր հայերը Ռուսաստանում մոտավորապես 800 հայ են սպանել տարբեր շրջաններում, տարբեր քաղաքներում 800, տեսեք ուշադիր 800 հայ են սպանել մեր հայերը։ Գումարներ են տվել դագեստանցիներին, չեչեններին եւ խնդրել են ինչ-որ բիզնեսմեն, դրան սպանել։ Այդ գործերով Ռուսաստանի ոստիկանությունը ունի ինֆո եւ քննչականը, ովքեր են եղել հետևում կայնած եւ այդ մարդիկ, ովքեր հիմա համայնքապետեր են կամ աշխատում են տարբեր կազմակերպություններում, ինձ իրանցից պահանջվում է հունիսի 7-ին կազմակերպել автобусներով եւ через самолет людей доставить в Ереван. Еще раз даю информацию, что ФСБ России и Кремль дали жесткое указание 85 тысяч армян России с армянскими паспортами привезти в Армению. Значит, по нашим данным, прошу прощения, калужские армяне 80% будут перебрасываться на самолетах прямо из Калуги, по нашим данным. 20% это автобусы. То есть 80% իրանց ցուցակի ինքնաթիռով պետք է գան, 20% ավտոբուսներով հենց հիմա Կալուգայի հայերը սկսել են կազմել այդ ցուցակները։ Ինձ համար շատ կարևոր է Կալուգայի հայերը ստեղծեն կեղծ էջեր, կեղծ էջից ինձ գրեք ազգանուն անունները, ովքեր են ձեզ հավաքում, ովքեր են այդ մարդիկ, շուկայում են, կազմակերպությունա, ովքեր են այդ մարդիկ, ովքեր ձեզ հավաքում են, ինչ դեմ են հակում, գրեք ինձ ու հետո ջնջեք ձեր էջը։ Ու ինձ համար այդ ինֆոն հիմա շատ
կարևոր է շատ բոլորիս համար, քանի որ վտանգը շատ մեծ է։ Գիտեք, երբ դուք ասում եք ԱԱՑ-ն մեզ կօգնի, քննչական կոմիտեն մեզ օգնի, դա այդքան էլ տենց չի։ Այո, աշխատում է ԱԱՑ-ն, բայց պետք չի հույսը պահել ԱԱՑ-ի վրա։ Դա սխալ ճանապարհ է։ Եթե մենք ձեզ հետ միասին նստեք դիվանին եւ ասեք ոչինչ, Փաշինյանը կլուծի այդ հարցը, ոչինչ, ԱԱՑ-ն կլուծի այդ հարցը, դա սխալ մտածողություն է, սխալ ճանապարհ է եւ այդ սխալ ճանապարհը ընտրելով մենք վտանգի տակ ենք դնում բոլորիս։ Եթե ինչ որ մարդիկ ունենք կոնկրետ մարդիկ, ովքեր աջակցում են վարչապետին կամ ընդհանրապես Հայաստանին եւ ասում են, չէ, Հայաստանը ուժեղ է, կհետևեն, նենց կանեն, որ այդ խնդիրները դուրս չգա, բայց իրականությունը այն է, որ իրավիճակը ավելի բարդ է, ավելի վտանգավոր, քան թե դուք պատկերացնում եք։ Ես չեմ հարգում այն մարդկանց, ովքեր դիվանին նստած ասում են ամեն ինչ լավ է լինելու, ախպեր ջան, հանգիստ մնա, չէ, դա տենց չի։ Այն մարդը, ով հույս է պահում, որ այ Աստված կօգնի, ոչինչ Ռուսաստանը չի կարող մեզ ոչի բանանի, այն մարդիկ, ովքեր այդ ձևի մտածողություն ունեն, դրանք մեր թշնամիներն են։ Այն մարդիկ, ովքեր զգուշ են, եւ այն մարդիկ, ովքեր օրվա 24 ժամը մտածում են, ինչ վտանգ կարող է լինի եւ ոնց մենք անենք, որ այդ վտանգը, հա, չլինի, դրանք հաղթելու են։ Ես այս վերջի օրը շատ եմ մտածել դրա մասին, իսկապես վտանգը շատ մեծ է։ Դիմում եմ բոլորիդ, մանավանդ Ռուսաստանի հայերին, այդ ինֆոն Սոչիից, Կրասնոդարից, ոնց դուք այսօր ինձ ուղարկում եք, նույն ձևի խնդրում եմ այդ ինֆոն ինձ ուղարկեք, ինձ ազգանունները պետք, անունները պետք, ովքեր են հավաքում, ինչ գումարներ են տալիս եւ այլն։ Կալչուգին արդեն սկսել է, արդեն դուք կարող եք ինձ այդ ինֆոն ուղարկեք, նաեւ ես գիտեմ, որ Կրասնոդարский край նույն ձևի, это Пятигорск, это Ставрополь, это Сочи, да, где этот процесс начался, и без ваших сообщений я не справлюсь, потому что у меня очень много людей, которые мне дают информацию, но этого недостаточно. И сейчас мне нужна помощь простых людей. Вы создаете левую анкету в Фейсбуке, просто пишите какую-то левую фамилию, имя, даете мне информацию, потом удаляете свою страницу. Это все, что необходимо сделать. Это крайне важно. Это важно для всех нас. Теперь давайте я объясню нашим подписчикам, ինչա պլանավորում Ռուսաստանը։ Այսինքն ինչա պլանավորում, որպեսզի ստեղծի շատ վատ իրավիճակ։ Ամեն на всех отраслях, во всех пунктах уже началась работа против премьер-министра Армении. Հենց հիմա մեղրից ինֆո է գալիս, այսօր եմ ես ստացել այդ ինֆոն եւ տեղափոխել եմ առանձին մարդկանց, որ մեղրի այդ սահմանի վրա, հայ-իրանական սահմանի վրա աշխատում են հայերը եւ ռուսները, հա, ովքեր սահմանի վրա են կանած։ Ու ռուսները առավոտից երեկոյան մեղրի տղերքին ասում են, եթե դուք ձեր ձայնը տաք Նիկոլին, ուրեմն մեզ ռուսներին այստեղից կհանեն, ձեզ են հանելու, այստեղ ամերիկոսներն են լինելու, ես մուտուտ ամերիկանց առավոտից երեկոյան վախեցնում են այդ հայերին, ասում են, եթե դուք ձայնը տաք վարչապետին, մեզ հանելու են ռուսներին, ձեզ են հանելու գործից, դուք մնալու եք առած գործ, ուստեղ ամերиканцիք են կայնելու։ Элементарно, я говорю, элементарно. Казалось бы, это пустяк. Теперь что касается России. Այն ինչ ես ասեցի, նորից եմ կրկնում, ովքեր նոր են միացել մեր եթերին, որ 85000 հայ Facebook-ի հրամանով պետքա բերեն Հայաստան հայկական անձնագրով։ Եթե կոնկրետ այսօր ես ստանում եմ Մոսկվայից ինֆո, որ հայկական շուկայում ստեղծում են ցուցակ, այն մարդիկ, ովքեր հրաժարվելու են եւ չեն գալու Հայաստան իրենց ձայնը տան Տաշիր Սամոյի համար կամ Քոչարյանի համար, իրանք շուկայում չեն աշխատելու։ Հենց այսօրվա որոշումն է, որը իմանալու են բոլոր աշխատակիցները, Մոսկվայի շուկայի աշխատակիցները, դա։ Այն մարդիկ, ովքեր ստանան տոմսը կամ ստանան հնարավորություն եւ չգան ցուցակով, հա, իրանք գործից հանվելու են, հասարակ մարդիկ։ Այն բիզնեսմենները, այն համայնքապետերը, ովքեր այդ ցուցակը չապահովեն ու չբերեն այդ քանակը Հայաստան, իրանք ունեցվածքը Ռուսաստանը հրամանատալիս վերցնեն ու իրանք ձերբակալեն։ Ձերբակալելուց հետո, после ареста, да, уже обратного пути не будет у них. То есть армянам России, которые не выполнят приказ Кремля и ФСБ, грозит арест и конфискация имущества. Это последний бой, это самый главный бой, да, и Россия ставит все, то есть все ставит на этот бой, на это сражение, которое очень опасно. Ինչով է վտանգավոր սա, տեսեք, վտանգավոր է դրանով, որ այս անգամ ոչ մեկ չի կարողանալու սահմանում կայնացնի այդ մարդկանց, քանի որ մեր ցուցակով, որը մենք ստացել ենք, մի մասը ինքնաթիռները գալու են Կալուգայից, մի մասը Սոչիից, մի մասը Մոսկվայից, մի մասը ավտոբուսներ, մի մասը գալու է հունիսի 2-ին, մի մասը գալու է հունիսի 3-ին, մի մասը գալու է հունիսի 4-ին, մի մասը գալու է հունիսի 6-ին։ Հասկանում եք։ То есть ոչ մի ձևի մենք չենք կարող այդ մարդկանց կայնացնենք ու թույլ չտանք, ու այդ մարդիկ եթե ունեն հայկական անձնագիր, մենք պարտավոր ենք այդ մարդկանց բաց թողենք եւ իրան գան ձայն տան։ Ու սա շատ մեծ վտանգ է, բայց ավելի շատ վտանգը դա չի։
Եթե այդ մարդիկ 85000 գալիս են այնտեղից հրամանով ստեղ ձայն են տալիս, եթե դաժե իրանց ձայներն էլ թույլ չտա, որ հաղթեն Փաշինյանին, Ռուսաստանը պատրաստ է անցնի պրովոկացիաներին։ Ինչ է անելու Ռուսաստանը իմ ինֆոյով։ Այն հայերը, ովքեր ունեն եւ հայկական անձնագիր եւ ռուսական անձնագիր, փաստորեն հայկական անձնագրով գալիս են ստեղ ձայն են տալիս, բայց իրանք Ռուսաստանի քաղաքացի են, այսինքն հրաման են տալու տարբեր փողոցներ փակել, տարբեր հրապարակներում հավաքել այդ մարդկանց, պատկերացրեք, եւ այդ մարդիկ կարող է գնան պրովոկացիայի եւ եթե Հայաստանի ոստիկանությունը կամ ԱԱՑ-ն փորձեն ինչ-որ մարդկանց կայնացնեն, ասենց կամ էլ դուք խախտումներ եք անում, Ռուսաստանը պատրաստ է մտնի այդ գործի մեջ եւ ասի, որ իբր իրանց քաղաքացիներին դանակահարում են, բռնում են, սենց են անում, նենց են անում եւ այլն, հա։ Սա մեծ վտանգ է բոլորիս համար եւ որպեսզի մենք կարողանանք, ես չգիտեմ քանի տոկոսով, բայց գոնե ինչքան կարանք մենք սրա դեմը առնենք, մեզ օգնություն է պետք Ռուսաստանի հայերի կողմից եւ ես նորից եմ կրկնում, որ ես թույլ չեմ տալիս մարդկանց ասել, որ բոլոր Ռուսաստանի հայերը վատ են, այո, մեզ ունեք շատ վատ իրավիճակ, որ 4 տարի պատերազմ է գնում եւ հայերը գնում են սպանում են Ուկրաինայի հայերին, բայց ես եմ ամեն օր ինֆո ստանում տարբեր քաղաքներից եւ վստահ եմ, որ դուք պատրաստ եք մեզ օգնեք եւ այդ ինֆոն մեզ տաք։ Հիմա շատ կարեւոր մի քանի հատ բան ասեմ եթերում, որպեսզի մեր հետեւորդներն էլ հասկանան, ես շատ հաճախ լսում եմ, որ Փաշինյանը ունի մեծ թիմ, իր նախարարները իր թիմն են, ԿՓ-ն իր թիմն է եւ գիտեք մենք բոլորս մտածում ենք, թե մենք կարանք հանգիստանը նստենք եւ վարչապետը ունի մեծ թիմ, ովքեր իրանք օգնեն, հարցերը կլուծեն, երևի այսօր ես գաղտնիք բացեմ եւ ասեմ, որ վարչապետը չի մտածում, որ ինքը հույս կարապահի իր թիմի վրա, այո ունի ընկերներ, շատ մոտիկ, ովքեր միշտ իր կողոկայնած են, բայց վարչապետը հույս ապահում մեզ վրա, մեզ բոլորիս վրա, այսինքն վարչապետը չի գտնում, որ իր թիմը քաղաքացիական պայմանագիրն է, վարչապետը գտնում է, որ իր թիմը այն ժողովուրդն է, որը իր արդեն 2 անգամ իրան ձայն է տվել, ովքեր տենում են ինքը ինչ աշխատանք անում եւ իր թիմը հասարակ զինվորն է, ով սահմանում կայնած է, իր թիմը այն մարդիկ են, ովքեր հաց են թխում գիշերը, այն մարդիկ, ովքեր վարորդներ են, ովքեր ազնիվ են, աշխատասեր, հայրենասեր, այսինքն իր թիմը ավելի մեծ է, բայց ոչ այն մարդիկ, ում մենք տեսնում ենք, քանի որ իր թիմի մեջ մարդիկ կան, ովքեր դավաճան են, ովքեր 7 տարի իր անվան տակ փող են թալանում, հա, եւ իր անվան տակ հարուստանում են։ Սկսած Դիանա Գասպարյանից վերջացրած Հովիկ Ագազարյանից, սկսած Հայկ Սարգսյանից եւ վերջացրած, չգիտեմ, այն մարդկանցով, ում արդեն բռնել են, հանել են գործից։ Ինչի մասն է խոսքը։ Եթե դուք գտնում եք, որ ամենամեծ վտանգը վարչապետի համար եւ ԿՓ-ի համար դա Քոչարյանն է, դա ռուսներն են, դա Տաշիր Սամոնն է, դուք շատ սխալվում եք։ Գլխավոր ճշնամին, վարչապետի գլխավոր ճշնամին, Նիկոլ Փաշինյանի գլխավոր ճշնամին կարող է լինեն եւ կան այն մարդիկ, ում մենք տեսնում ենք իր մոտ կայնած։ Գլխավոր ճշնամին ընտրությունների ժամանակ եւ ընդհանրապես այն մարդիկ են, ովքեր պատգամավոր են, նախարար են, բայց կոռուպցիայի մեջ թաթախված են։ Եվ այդ մարդիկ ոչ թե չեն օգնելու վարչապետին ընտրությունների ժամանակ, այլ իր դեմ են գնալու։ Եվ Դավաճանի վրա է ճշնամին հույս պահում, Դավաճանին օգտագործի ընտրությունների ժամանակ։ Այն մարդը, ով Փաշինյանի անվան տակ կոռուպցիաներ է եւ փողով գործեր է անում, իր գրպանը լցնում է, այդ մարդուն կարելի է առնել։ Եվ այդ մարդուն կարա առնի Ռուսաստանը, Քոչարյանը եւ այլն։ Դա հաստատ եմ ասում։ Как неправы? Ваган, как неправы? Արտուր Վանեցյան, когда был главой СМБ, не предал Փաշինյանը։ Հովիկ Ագազարյան, դուք շատ եք իմացել, որ Հովիկ Ագազարյանը դավաճան է։ Դուրս չի եկել, որ դավաճան է։ Իսկ դուք վստահ եք, որ Հովիկ Ագազարյանի նման էլ դավաճան չկա։ Դուք վստահ եք։ Вы уверены, что таких, как Ховик Агазарян, больше нет? Вы уверены? Если варчапет говорит, что Хайк Саркисян погряз в коррупции, мы об этом раньше знали, мы же это услышали от него, как это неправы? Враг, как раз таки самый главный враг, тот, кому мы доверяем, искакан Шламинная, մենք доверяем անում ինքը մեր թիմի մեջ, ես քաղաքացիական պայմանագիր չեմ, просто ընդհանրապես եմ ասում։ Да, то, что враг, тот, кому мы доверяем, кого мы любим и кто пользуется нашей любовью, это самое главное, что мы должны знать. Ես ուզում եմ զգուշացնեմ ձեզ, որ շատ վատ օրեր ա գալիս, շատ վատ։ Ես մինչդեռ էլ հասկանում, որ շատ դժվարություններ ա լինելու, բայց երեկվանից ես այսպես ասած շատ տրամադրությունս ոչ թե ընկել է, ես չեմ ասում, որ ամեն ինչ վատ ա լինելու, բայց այն որ ունեք լուրջ խնդիրներ եւ դա պետք է հաղթահարենք, դա շատ կարեւոր է։ Ես գուցե
աղոթեմ այսօր ու ասեմ մարդկանց, որ եթե դուք աջակցում եք Հայաստանը, հայ ժողովրդին եւ կառավարությանը եւ վարչապետին, խնդրում եմ հիշեք, որ չի կարելի մտածել, թե վարչապետը հույս պետք է պահի նախարարների վրա, падգամավորների վրա, կամ էլ չգիտեմ, համայնքում ինչ որ մարդկանց վրա, ոչ։ Վարչապետը հույս է պահում մեզ վրա։ Մենք չենք կարող մտածենք, թե քաղաքապետարանում ունի, օրինակ ԿՊ-ն ունի քաղաքապետարանում մի հատ կին, ով 7 տարի զբաղված է գումար վաստակելով, այսինքն հողերը առնում, սերս գյուղում, վայոց ձորում, այդ կինը չի օգնելու վարչապետին։ Տեսեք, մենք 7 տարի տեսնում եք այդ կինը, որ նկարում է վարչապետի հետ, Աննա Հակոբյանի հետ, բայց բոլորը ԿՊ-ում գիտեն, որ այդ կինը չլեն Սովետը Starейшин at ԿՊ, բայց լավ փողեր է գրփում։ Կոպեկներով հողերը առնում սերս գյուղում, վաճառում է ուրիշտեղ եւ լավ իր գրպանը լցվում է։ Իրա վրա պետք չի հույս պահել։ Մենք էկոնոմիկայի նախարարությունում ունենք 2 հատ աշխատակից ԿՊ-ից, ովքեր այդ կնգա հետ լավ հողեր են արել ու լավ գրպանը լցել են։ Իրանք թքած ունեն վարչապետի վրա։ Հայկ Սարգսյանի վրա հույս մի պահեք։ Եթե Հայկ Սարգսյանը այսօր վարչապետը դուրս է գալիս մամուլի ասուլիսի ժամանակ եւ ասում է լավա իր բերանը չփակի, քանի որ կոռուպցիայի մեջ թաթախված է, ուրեմն դրանից ինչ օգուտ։ Դրանք արան գումարով առնեն ու ինքը դավաճանի վարչապետին։ Եթե այդ մարդը թքած ունի վարչապետի վրա եւ 7 տարի փողերա գրփում իր գրպանն ալցնում, ուրեմն ինքը թքած ունի նաեւ կհաղթի վարչապետը, թե չի հաղթի, հա։ Այսինքն իմ խոսքս ճիշտ է, այսինքն ես ճիշտ բաներ եմ ասում, որ ինքը կարա մենակ հույս պահի, հա, մենակ հույս պահի մեզ վրա։ Բացի դրանից մի մոռացեք, որ այդ Ղարաբաղցիները, ովքեր դավաճանել են Ղարաբաղը, իրանք ոչ մի բանով մեր երկրին չեն օգնելու, ոչ մի բանով։ 3 օր առաջ ես ռիլս եմ հանել Կամո Վարդանյանի մասին, ինքը Ղարաբաղի ինքը պաշտպանության նախարարն է եղել, Ժողովուրդ ջան, մի բան ուշադրություն դարձրեք Լևը անկետների վրա, քանի որ դա կամ դաշնակներն են, կամ Ռուսաստանից, կամ Ղարաբաղցիներ, ուշադրություն մի դարձրեք, կեղծ էջերին, մի հատ 2 հատ դա նորմալ է։ 3 օր առաջ ռիլս եմ հանել Կամո Վարդանյանի մասին եւ այս դրությամբ համարյա 600,000 դիտում է հավաքել, մենակ TikTok-ում 140,000, 600,000 3 օրում, երևի դուք տեսել եք Կամո Վարդանյանի մասին, ինքը պաշտպանության նախարարն է եղել Ղարաբաղի։ Ուրեմն ինձ ձեզից չունեմ գաղտնիք։ Ղարաբաղցիները չերես ՊՆ, չերես պաշտպանության նախարարություն, տարբեր ձևի ուզում են ամեն ինչ անեն, որ ես այդ վիդեոն հանեմ իմ կայքերից, քանի որ համարյա 600,000 դիտում է հավաքել, տարբեր մեծամեծերով զանգում են, արդեն այս դրությամբ 3 հատ ինձ падգամավոր եւ նախարար դիմել են, որ պաշտպանության նախարարությունից ամեն ձևի ուզում են անեն, որ քո վիդեոն հանեն։ Լուրջ։ Ինչ որ Ղարաբաղցի գեներալ կամ պաշտոնյա մոռացել է, որտեղ այնքան գտնում։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մենք Ղարաբաղում չենք ապրում։ Եվ ոչ մեկ չի կարա պահանջի ինձնից, որ ես ինչ որ սյուժե հանեմ իմ էջից, կոնկրետ ձեզնից, ոչ մեկ։ Դուք ինչա, չերես ՊՆ որոշել եք զանգեք կառավարություն, падգամավորներին, նախարարներին ու ճնշեք ինձ վրա, լուրջ։ Այսինքն եթե ինչ որ Ղարաբաղցի սպա կամ կոնտրակտնիկ պաշտոնա ստացել ՊՆ-ում, ինքը գտնում է, որ ՊՆ-ի անվան տակ կարա զանգի տարբեր կառավարության անդամներին եւ ճնշի ինձ վրա, լուրջ եք դուք ասում դա։ Մենք Ղարաբաղում չենք ապրում։ Ես ում ուզեմ քննադատելու եմ եւ ոչ մի վիդեո չեմ հանելու իմ կայքից, ոչ մի վիդեո։ Ով ուզում է զանգի ու գրի։ Էս ինչ բան է, չեմ հասկանում։ Դու ինչա վիդեո ես ստեղծել, դու փող ես գումար ես ասել իր վրա, դու իմ տեղ քրնիկել ես, հա, որ դու ինձ հրաման տաս, ես ինչ որ բան ջնջեմ։ Էս ինչ նորություն եմ ես լսում։ Կամ էլ կարող եք գիտեք թե ես ստրուկ եմ, որ դու զանգում ես падգամավորներին, նախարարներին, ասում ես, կարաք դուք Ռոմանին ասեք ջնջի այդ վիդեոները։ Չի կարա, նախարարը իմ հրամանատարս չէ, падգամավորը իմ հրամանատարս չէ։ Ինձ հրամանատար չունեմ իրանց մեջ։ Եվ ես 1000 անգամ ասել եմ, որ ես անկախ եմ, որ բոլոր տեքստերը ես եմ գրում, եւ այս երկրում չի եղել դեպք, որ ինչ որ պաշտոնյա ինձ խնդրի, որ ես ինչ որ մեկին քննադատեմ։ Տենց բան չի եղել, ես ասում եմ, երբում եմ մարդիկ չեն հավատում։ Մարդիկ այնքան տուպո են, որ զանգում են ինչ-որ նախարարին, կառավարություն, падգամավորներին, ասում են, կարաք դուք Ռոմանին հրաման տաք, հանի վիդեոն։ Ով կարա ինձ հրաման տա։ Ով կարա հրաման տա։ Ես ուզում եմ զգուշացնեմ, որ ՊՆ-ն, պաշտպանության նախարարությունը, իրավունք չունի զանգի կառավարությունը, падգամավորներին եւ նախարարներին եւ ճնշի Ռոման Բաղդասարյանի վրա, ասե վիդեոն թող հանի։ Ես ինչա ՊՆ-ում հրաման եմ տալիս այդ ձեր Ղարաբաղի օֆիցերներին, որ Ղարաբաղի օֆիցերը ինձ չերես ՊՆ հրաման տա։ Էս ինչ նորություններ է։ Կամո Վարդանյան եւ բոլոր այն Ղարաբաղցիները, ովքեր հանցագործություն են արել Ղարաբաղում, ես թքած ունեմ դուք որտեղ եք գործի մտել։ Ղարավարություն ես դու գործի մտել, ՊՆ ես դու գործի մտել, ԱԱՑ ես դու գործի մտել։ Ինձ համար դու մնում ես դավաճան, եթե դու դեռ քակ ես կերել եւ ես քեզ մեղադրում եմ։ Ինձ համար դու մնում ես տականք,
թշնամի ու ես շարունակելու եմ քեզ քննադատել։ Կարող է գիտես թե եթե դու ԱԱՑ ես մտել Հայաստանի ԱԱՑ-ն եւ Հայաստանի ԱԱՑ-ի աշխատակից ես դարել, կարող է գիտես թե ես մոռացել եմ որ դու կեղծ գործ ես հարուցել Ղարաբաղում ինձ վրա, կարող է դու տես բան ես մտածում ԱԱՑ-ում նստած։ Կարող է դու քո տղուտ 10 օր առաջ Կամո Վարդանյան միջև պատերազմը հանել ես Կարմիր խաչի ավտոյով, հիմա դարել ես Սուրեն Պապիկյանի խորհրդականը եւ գիտես դու ինձ համար դու Սուրեն Պապիկյանի խորհրդականը ես Սուրեն Պապիկյանին շատ եմ հարգում եւ ես այն բլոգերներից եմ լրագրողներից ովքեր աջակցում են Սուրեն Պապիկյանին եւ նեղ օրին ես եմ իրան պաշտպանում ոնց եմ դա անում մենակ ես գիտեմ բայց դա չի նշանակում որ ես լրելու եմ որ Սուրեն Պապիկյանի խորհրդականը դավաճանա ով իր տղուն 10 օր առաջ միջև պատերազմը հանել է Ղարաբաղից դու գիտեք ինչ արել ես մարդիկ պոստերում կայնած հասարակ տղերքը Կամո Վարդանյանը Ղարաբաղցիներին ասել է իմ տղաս ունի քաղցր կաշի ձեր կաշին մարդու կաշի է իսկ իմ տղուս կաշին քաղցր կաշի է ու դրա համար իմ տղաս որպես պաշտպանության նախարարի տղա նստելու է Կարմիր խաչի ավտոն ու 10 օր առաջ դուրս գա միջև պատերազմը սկսելը դու ինձ համար մնում ես այդ ձևի դավաճան մարդ իսկ եթե ես լինեի պոստում կայնած եւ ես լսեի որ իմ պաշտպանության նախարարը իր տղուն հանել է ես ավտոմատը սենց կշպրտեի կդուրս գայի ակոպից կգայի կասեի կարող է գիտես թե արա ես քեզ համար ռասխոդնի մատերիալ եմ ես մնալու եմ պոստում իսկ քո տղա դուրս է գալու չէ ես չեմ կռվելու ավտոմատը սենց կշպրտեի կասեի չէ ես չեմ կռվելու ու պարոն Կամո Վարդանյան նորից եմ կրկնում մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին այդ նույն Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը դուրս եկել եթե իր տղու հետ Աշոտ անունով տղա ունի ու ասել է Աշոտը վարչապետի տղան գնում է բանակ ճիշտ է Դե ուրեմն այս երկրում, որտեղ ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում, վարչապետի մտքերն է առաջ գալիս, հա, իր ֆիլոսոֆիան, իր օրենքները։ Այսինքն վարչապետը, այս երկրի ղեկավարը ասում է, որ մեծամեծերը տղերքը պետքա կռվեն եւ լինեն զինվորի մոտ։ Всё։ Իսկ դու, որպես պաշտպանության նախարարի, հա, խորհրդական, դու իրանք չունես ինձ։ Ջնշես ու պահանջես ինձնից ինչ-որ վիդեո ես անեմ։ Ոչ մի վիդեո ես չեմ հանելու։ Ու նորից եմ կրկնում, այս երկրում ոչ մի նախարար Ոչ մի падգամավոր, ոչ մի մարզպետ եւ ՊՆ-ն իրավունք չունի ճնշի լրագրողի կամ բլոգերի հետ։ Վերջ տվեք դրան, խնդրում եմ, վերջ տվեք։ Այն ում դուք տենդեր եք տալիս միլիարդներ ագողանում պոստերում, դուք կարաք իրա վրա ճնշեք։ Ով փողեր ագողանում ուտելիքների վրա կարաք իրա վրա ճնշեք։ Ովքեր զենքերը արտադրում եւ մի մասը ուտում է կարաք իրա վրա ճնշեք։ Ես անկախ մարդ եմ, այ ախպեր ջան։ Մի զանգեք ոչ մի նախարարի, ոչ միտեղ մի զանգեք։ Դուք ձեզ խայտարակ մի արեք, կապ չունի դու որ նախարարություն ես։ Տարբեր մարդկանց եմ քննադատում։ Էս ի՞նչ է։ Քոչարյանի ժամանակ եք ապրում, այ ախպեր ջան։ Դուք զարգում եք ստրան դրան, ասում եք, ես ոնց անեք Ռոմանի վրա հրամանտակ ջնջի։ Բայց անկախ մարդ եմ, ստորազի այդ գվարի плохо слышно что ли։ Ու ես կյանքում գումար չեմ վերցրել, որ ինչ-որ մեկին քննադատեմ։ Հասկանում ես, սա շատ կարևոր է հասկանալ։ Ես ուժեղ եմ, ոչ թե մենակ դրա համար որ ազնիվ եմ, ուժեղ եմ դրանով որ ես կյանքում մի կոպեկ ոչ մեկից չեմ վերցրել։ Այն ինչ ես ուզում եմ, այն ինչ իմ հետևորդներս ուզում ենք, մենք ասում ենք եկեք սրան քննադատենք, մենք քննադատում ենք։ Իմ հետևորդներից մեջ կա մոտ 2000 հոգի, հա, մոտ 2000 հոգի մարդ, ում ես օգնել եմ անվճար։ Ու սա շարունակվելու է նույն ձևի, շարունակվելու է նույն ձևի։ Եվ всё։ Հիմա շատ կարևոր բան Չկա կասկած, որ Ղարաբաղի պաշտոնյաները, սպանները, ովքեր հանցագործ են եւ քաք են կերել Ղարաբաղում, չկա կասկած, որ այս մարդիկ ուզում են վարչապետին հանեն, հույս ունեն, որ հունիսի 7-ին Տաշիրը կամ Քոչարյանը կհաղթի եւ իրանք այդ ղարաբաղցիները, ովքեր քաքեր են կերել Ղարաբաղում, մարդ են սպանել, բանտում մարդ են ծեծել, փողեր են գողացել, այդ մարդիկ հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանեն եւ իրանք Ղարաբաղյան կլանը կվերադառնա իշխանության, դա չի լինելու։ Եթե դուք հույս ունեք, որ դուք վարչապետին կհանեք եւ Ղարաբաղյան կլանը հետ կգա կամ ռուսները կգան այդտեղ իշխանություն, դուք հույս մի պահեք դրա վրա։ Կարակ շարունակեք կեղծ էջերից գրեք, ինձ պրինցիպը թքած ունեմ, ով է գրում կեղծ էջից, հա, պրինցիպը թքած ունեմ։ Բայց մի բան հիշեցնեմ, էլի, դուք 7 տարի վարչապետի դեմ խոսում եք, 7 տարի գրում եք վարչապետի դեմ, հա, Ղարաբաղի չինովնիկներ, գեներալներ, ձիրձիբիլներ 7 տարի գրում եք վարչապետի դեմ եւ 7 տարի Աստված ձեզ պատժում է 7 տարի դուք շաննման հաչում եք վարչապետի դեմ եւ 7 տարի Աստված ձեր գլխին կրակատ ուղարկում պատերազմ, պայթուն, հա տեսեք ինչքան հիմա մարդ գնում է զոհում է Ուկրաինայում ոնց է էլի ստացվում այ ախպեր ջան 7 տարի դուք երազում եք Փաշինյանին հանեք բայց 7 տարի Աստված ձեր գլխին այսքան խնդիրներ է ուղարկում եւ ուղարկելու է դուք կարաք
շարունակեք հաչեք վարչապետի դեմ, դուք ձեր երազանքներին չեք հասնելու, հաստատ։ Կարակ որտեղ ուզում եք գործի մտնեք, բայց սա Ղարաբաղը չի, սա Ղարաբաղը չի։ Նույնիսկ եմ դիմում, վերջացնում եմ իմ եթերս, Ռուսաստանի հայերից ես սպասում եմ կեղծ էջերից դուք ինձ գրեք, ովքեր են ձեր մարզերում, ձեր քաղաքներում, ձեզ վրա ճնշում, այդ ինֆոն ինձ շատ պետք է եւ խնդրում եմ այդ ինֆոն դուք ինձ տաք։ Կիսվեք այս եթերով Ռուսաստանի հայերը, որպեսզի ավելի շատ տեսեն եւ YouTube-յան ալիքում էլ ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր նայում են մեր եթերները եւ ուզում եմ հիշեցնել մեր հետևորդներին, որ այս կայքերում, այս ռիլսերում, այս վիդեոներում ձեր կարծիքն է, ոնց դուք եք ասում, տենց է լինելու եւ ոչ մեկ մեզ վրա չի ճնշում, ոչ մեկ չի կարա փոխի մեր խոսքը, մեր կարծիքը։ Մենք ում սիրում ենք, մենք իրան գովալու ենք, ես լսում եմ ձեզ, հավաքում եմ ձեր կարծիքները։ Եթե դուք ասում եք, որ Ռոման ջան, մենք սիրում ենք Արարատ Միրզոյանին, մենք գրում ենք, այ ախպեր ջան, իմ հետևորդները սիրում են Արարատ Միրզոյանին, ես գրում եմ Արարատ Միրզոյանին սիրում ենք։ Քանի որ մենք տենց ենք, չէ՞, մտածում ժողովուրդ ջան։ Մենք սիրում ենք Լիլիթ Մակունցին, ես գրում եմ Լիլիթ Մակունցին իմ հետևորդները սիրում են։ Իմ հետևորդները սիրում են Ալեն Սիմանյանը, Արմեն Գրիգարյանը Ղարաբաղցին։ Իմ հետևորդները շատ են սիրում Արայիկ Հարությունյանին եւ հարգում են այդ տղուն։ Իմ հետևորդները սիրում են Գևորգ Պապոյանը, հա, Անահիտ Ավանեսյանը։ Մենք այս մարդկանց գովում ենք։ Բայց մարդիկ կան, ում մենք չենք սիրում, ում մենք չենք կարա սուտ ասենք, այս մարդին ես սիրում եմ, կամ էլ մենք սիրում ենք։ Իմ հետևորդներս կասեն Ռոմ, դու սուտ ես ասում։ Այսինքն, եթե ինչ որ պաշտոնյա Հայաստանում նեղանում է, որ ես իրան քննադատում եմ, ախպեր ջան, քույրիկ ջան, ինձ ոչ մեկ գումար չի տալիս։ Այս ժողովուրդը ինչ ասում է, նա էլ ես գրում եմ։ Այս ժողովուրդը ինչ գրում է, նա էլ ես եմ գրում։ Я не могу выдумывать ненависть, и я не могу выдумывать любовь. Բոլորից շատ եմ սիրում, իսկապես շատ եմ սիրում եւ ես շատ եմ խնդրում, որ մենք միմյանց լինենք շատ ուշադիր, եկեք չվիրավորեք իրար, եկեք չվիրավորենք, հա, ես եթե չսիրեի մարդկանց, ես չէի կարա ամեն օր աշխատեմ, ես աշխատում եմ մարդկանց համար։ Ես իդեալական չեմ, ես կյանքում չեմ ասել, ես իդեալական եմ, բայց այն որ կյանքում մեկ կոպեկ ես չեմ վերցրել ինչ որ մեկին քննադատելու եւ այն որ Հայաստանում ես երբում եմ չկա մարդ, ով ինձ կյանքում մի անգամ ասել է, այս պաշտոնյան կամ ստրան քննադատի։ Ինձ ասում են Ռոմ, ինչ ուզում ես գրի, այ ախպեր ջան։ Ինձ ասում են 7 տարի վարչապետի թիմը ինձ ասում է, դու անկախ մարդ ես, ինչ ուզում ես գրի։ Դու ինչ ա մտածում վարչապետը, ես ասեմ ինչ ա մտածում վարչապետը։ Վարչապետը ասում է թող գրի հետևորդը, թող գրի Ռոման Բաղդասարյանը, թող ինձ ասեն ինչ որ ինչա կատարում պատգամավորները, թող ինձ զեկուցի ԱԱՑ-ը, ես էլ կորոշեմ ով է ձեզնից սուտ ասում եւ ինչա կատարում երկրում, հասկանում եք, վարչապետի կարծիքը ոնց է։ Թող բոլորին զեկուցեն, Ռոման իր կողմից, պատգամավորը իր կողմից, որ ես հասկանամ ով է սուտ ասում, ով ոչ։ Ու այո, այդ ֆիլոսոֆիայի մեջ ինձ ասում են դու անկախ ես, ինչ ուզում ես գրի։ Սիրում եմ բոլորին։